Շարունակեք արգի լրագրողներ Երևան Today-ից լրագրողներ ունենք։ Ես Շուկետ Ռոքիկան։ Ես ամեն անգամ վերնագրեր գրելուց հուշում եմ։ Այսինքն Հուշում եմ ինչ վերնագրեր գրել, ես պատշտում։ Կարծում եք մենք ձեր նման չենք կարող ինքնուրույն աշխատել։ Այսինքն եթե դուք ինձ մեղադրում եք նրան, որ ինձ գուցե հուշում են վերնագիր գրելուց, ես մի կարծիք կարող եմ ունենալ ձեր մասին, մտածելով, որ ձեզ հուշում են ինչպես նիստ բաներ։ Դուրս գնացեք դատապանստի։ Ով էր ասում ապրես։ Ում ասեցիք ապրես։ Խոսքը մարդու ինքնուրույնության մասին է։ Լրագրում գործը բանալիցի կատարեցիք, լիժարոցը Շարունակում է արտարուսումները խնդրեմ լրագրում է բան։ Հագիտը կան լավ եք հասկանան ինչու։ Ինչ է կատարել։ Պետք է հասկանեք, որ հասկանեք ինչ կատարել։ Կե հետևեք հետագայում։ Կոդը Ինձ իմ կազմից ցույց տվեցին, ամեն անգամ ինչ որ այսպես ընդգծումներ, իհարկե նաև ասեցին, թե Երևան Today լրատվականը, չգիտեմ, ում է պատկանում կան, ես դերություն չունեի, բայց չի կարելի էլի, որ ամեն անգամ դուք տեսնում եք, որ պարոն Քոչյան, դուք տեսնում եք, որ այստեղ հնարավորինս մաքսիմալ իրավունքը նախագահ դատավոր ապահովում, որ չխախտվի, բայց ամեն անգամ չի կարելի այս կամ այն եղանակով փորձել այսպես Ինչի մասին է այս խոսքը, պատվարժան դատարան։ Պարոն Արտեվանյան չծավալվենք էլի այդ ինձ թվում է դուք եք համաձայն որ պետք է չնայենք, բայց այս եթե հրապարակային եղավ մեզ է սկսեց։ Հիմա մենք ուզած գնալու ենք որոնք Երևան Today-ի երկրպագու դառնանք, հասկացենք պրոպեր ինչը չենք տեսել։ Դատարանից որ բացեցի վերնագիրը այս պահին հակասահմանադրական ճանաչված գործով վերջնական դատական նիստը սրա մասին չէ։ Ինչ է, ես եմ նա, Ալբան շուղու Լավ ասեմ, ամեն անգամ ընդգծում եք կատարում նախին քեփրական դատավորի մասնակցան։ Բացակ ունեք շուղ, հայտնեք, բացակ եք հայտնում չեք պնդում, հետո չգիտեք, ցանկացած բարի բան եք ասելու, ասեք։ Ստացվում է պատի տակի խոսակցություն, բան եք ասելու, տղամարդավարի ասեք, իրար աչքերի մեջ նայեք, պարզաբանեք, թե ինչ է նշանակում։ Ամեն անգամ ընդգծեք նախին քեփական չեք ուզում ասել։ Բան եք ուզում ասել։ Ես մի հատ ճիշտ ասեմ։ Բացակ եք ուզում հայտնել։ Չէ, պատասխանատվություն ներողություն եմ խնդրում արդեն մեր Արաբելյան խողովակները հավատացեք, ես էլ մեղադրանք իմ կապեր ունեմ, կարող խողովակները ճշտեմ, թե ոնց ա լինում։ Կտրեմ շահօրինակի բանալիք չեն վերածում։ Առարկեմ Ամեն անգամ առարկեմ։ հայտարարության կարող պնդման ձևով, որովհետև մենք որպես պաշտպաններ կամ ոչ պաշտպաններ, այլ որպես ոնց է հրավիրված փաստաբաններ, նշել ենք ինչի բացակի հետ կապված դիրքորոշության կարող ներկայացնել։ Հայտնել եք, դատարանը քննարկել է։ Ասեմ ավելի պատվարժան դատան, կներեք էլի, եթե թույլ տաք, ես ինքս ձեր կենսագրությունում առկա տվյալի վերաբերյալ իհարկե ի վերջո չստացվեց դա որպես բացակ, բայց բոլոր դեպքերում դատարանը դա քննության առարկա դարձրեց։ Որևէ մի հանդիպում գիտեք, ամեն օր կրկնենք։ Հիմա գիտեք, պատվարժան դատարան, բացելուց հրապարակին պատվարժան դատարան, գիտեք, որ ասում եք իրար աչքերի մեջ նայելով, կարծում եմ հենց մենք միասին այդ այսպես ասած քննարկումը միասին ունեցել ենք եւ որևէ մի բան վերագրել պաշտպանական կողմին, թեկուզ ակնարկով դա ընդունելի ձևաչափ չի։ Կարծում եմ մենք այդքանը վաստակել ենք, որ եթե մի բան ունենում ենք, ասել ուղիղ ասում ենք։ Առնվազն այդ տպավորությունը պետք է կապ չունենք։ Ինչի կապ չունենք։ Շատ լավ, շատ։ Իհարկե կապ չունենք։ Շատ լավ, շատ։ Ես հուսով եմ, որ ձեր մոտ տպավորություն չի, որ կապ ունենք, որովհետև նորից եմ ասում բոլոր դիրքորոշումները։ Ես էլ հույս եմ, որ եթե ինչ որ կասկածներ լինի, որ ես այս կամ այլ կերպ ամեն անգամ վերնագրած քաղաքական ուժի հետ կապ ունեմ, դուք անպայման կբարձրաձայնեք, մենք կբարձրացնենք։ Բոլոր Արամ աշխարհի լրագրողներին կկանչենք ու երկրորդ կհասկանանք։ Դուք ձեր փաստարկները կբերեք, ես էլ ձեզ նայելով հակապաստարկներ։ Ես իմ միտքը ավարտեմ, Եթե իհարկե դուք ունենաք փաստարկներ։ Ես իմ միտքը ավարտեմ, հետո գործընկերս որ դիրքորոշում ասեց, ուրեմն հետևյալն է։ Մի րոպե, անենք։ Պարոնակ իրավիճակը, որ ուզում մատնանացենք, որ հրապարականության խնդիր առաջանում։ Ես նմանակի բավարարով դատարան ստեղծան դատավարության հրապարականությունը խախտում։
Հիմա նայեք, ձեր մոտեցումը Հրապարակում է հիմա։ չէ, կոնկրետ դուք հիմա կոնկրետ գործողություն իրականացրեցիք, գնահատական տվեցիք կոնկրետ լրատվամիջոցին, լրագրողին, միջոցին, ոչ լրատվամիջոցն եմ, լրագրողի չեմ ճանաչում, լրատվամիջոցի պրոցեսի հասկանում ինչ է դրան։ Հիմա նայեք, դուք ասում եք ամեն անգամ մի ինչ-որ բան ասում։ Իսկ ոնց վերաբերվենք մենք, այսինքն կոնկրետ ես, Վահան Օհանյանը, Վահան Քոչարյանը, Վահան Աշակուրը, որ արդեն 7 տարի է տարբեր լրատվամիջոցներով մեզ մասին ինչ ասած գրում են, մեղադրանքներ են առաջարկում։ Այսօրվա անգամ երբ բանից առաջ հրապարակված դատախազի ելույթը արդեն ներկայացնում է որպես մեղադրանք, որ բոլորին նորից մեղադրանք առաջադրեցին եւ ոչ մեկի մոտ Պարոն Գևորգյան, ես դա եւս քննադատի իմ համար անընդունելի է ցանկացած նման պատիտակի կամ հետևից ինչ-որ բան խոսա, հարց կա, ես սիրում եմ յուրաքանչյուր հարցի շուրջ ուղիղ խոսել։ Եվ անպատասխանատու հայտարարություններ չեմ սիրում։ Լրատվամիջոցները չունեն այդ հնարավորությունը ձեզ հետ ուղիղ քննարկելու կամ ձեր կարծիքը ճշտելու կամ ինչ-որ բան։ Լրատվամիջոցները բազմիցս կամ հաստատում են մեր լրատվականի հետ պարզաբանումներ տվել ենք ավելի մանրակրկիտ պարզաբանում։ Անգամ չգիտեմ, պարոն Պողոսյանի հարցին ի պատասխան վերջին իմ մասնակցությունը այդ քաղաքական ուժի հետ առիթին են բարձրացել, որը կարող է ընդհանրապես չի կարելի ժողով թողեք, մի կողմ թողեք, մենք մեր դատավարությունը շարունակենք։ Դուք անգամ չգիտեք ու գաղափար չեք էլ կարող ունենալ, թե դատարանի որոշում պետք է կայացնել։ Այդ դեպքում դուք հավասարաչափ պետք է դիմեք բոլոր լրատվամիջոցներին, որ այս գործով ներգրավված մարդկանց վերաբերյալ որևէ կարծիք չունենան, Դուք դիմեք եւ նաեւ ասենք, sense փակ եկեք մի ստանանք ոչ մի բան։ Որտեղ հակառակ դեպքում ես օրինակ հիմա պայմանական ասած Եվրոպայի խորհրդում երբ որ շփվում եմ Դավիթ Պաշտոնյանների, մեր լրատվամիջոցներից ստացված տեղեկություններն են իրենք քննարկում։ Բայց ճիշտ է որ sense բան է, բայց ճիշտ է որ sense է։ Բայց այդ մարդկանց հետ ասեք այո, դատավորներ չի հերքում։ Ինչ է, ասում քաղաքային տեխնացու է դա եղել։ իրականության Ոչ թե չի հերքում, բայց որ չի կարելի ամեն անգամ հիմա ոնց որ կենցաղային զրույցին վերացում, բայց մենք այդ միշտ հասկանանք, չի կարելի ամեն անգամ ինչ որ դուք մի բան գտեք, եթե դրա տակ ինչ որ բան կա, դուք գտել եք մի բան, եկեք բարձրաբար հասկանանք։ Ամեն պատասխանատվությունը ես ասում եմ, որ այս դատական նիստերի դարիճում բացառապես օբյեկտիվ դատավարություն է ընթանալու։ Ձեր ասածից ուղղակիորեն բխում է, որ դուք ունեք համոզմունք, որ անձամբ ես, Պաստաբան Արամ Օրբելյանս, լրագրողի հետ նյութի վերնագիր եմ քննարկել։ Նույնը վերաբերվում է ներկա որևէ անդամից։ Հիմա Ձերքով էլ մեր կողմից։ Հիմա նորից եմ ասում, նման պնդում անելու համար պետք է ունենաք հիմքեր։ Միայն փաստը, որ կոնկրետ լրատվամիջոցը դերական կամ բացասական վերաբերմունք ունի քաղաքական որոշակի ուժերին, այդ թվում նաև որոշակի փոխկապակցվածություն ունի կամ չունի, հիմք չի տալիս ենթադրել, որ կոնկրետ առանձին անձինք, տվյալ դեպքում կոնկրետ քաղաքացի կամ Պաստաբան Արամ Օրբելյանը իրականացնում է լրատվության միջոցի Գրաքննություն։ Գրաքննություն։ Դա հարց ուղեցի։ Չէ, դուք հիմա լրագրողը եթե ինչ քննարկեցիք, մենք ուղղակի ուզեցինք հասկանանք ինչի մասին է, դրանից հետո շուրեկակ ու առնվազն իմ ասացի վրա մեր վրա։ Լրագրողին էլ ասելով ձերքով մեր կողմից։ Ես ասում եմ, ես հարց ուղեցի այս կողմից։ Ասում եմ ինչ վերնագրել։ Ասենք ոչ, բայց դուք դրանից հետո ասիք, եթե բան ունեք ասելու, վերեք ընդհանուր քննարկենք։ Ես նորից եմ գրել։ Ես ողջամիտ կասկած ունեցել եմ բարոն։ Մենք էլ Եթե ողջամիտ կասկածը ձեր ողջամիտ կասկածը տարածվեց։ Ձեր ողջամիտ կասկածը այս տարածվեց։ այ դրությամբ այնպես ինչ հրապարակվեց Տարածվեց։ Պատմական դատան, ուղղակի իրավական առումով, եթե դուք տենց ողջամիտ կասկած ունենաք մեր նկատմամբ, այդ պայմաններում ոնց ենք մենք անաչառ դատավարություն ունենալու, եթե դատարանը արդեն իսկ նույնիսկ նման բան կասկածում է։ Ես անկեղծորեն եմ ասում, հիմա առաջի դեպքը չէր։ Պատվական դատան, մի բան ասեմ, էլի, ես օրինակ լրիվ տենց, քանի որ մի քիչ կենցաղային բնույթի դետալ քննարկեցինք, նախորդ դատական նիստին հիշում եք, չի ինչ տեղի ունեցավ։ Ես ինքս որևէ մի բան ավել ինձ թույլ չտվեցի։ Հիմա նույն հաջողության ստացվում է դուք այ ոնց հիմա արձագանքեցիք, չէ՞։ Դուք նախորդ դատական նիստին տենց չարձագանքեցիք։ Նիստին ներկա չի, դրա համար չեմ ուզում ոչ անունը տամ, ոչ էլ խոսեմ։ Հիմա նույն հաջողությամբ ես կարամ այդ ժամանակ ասեմ, ես ողջամիտ կասկած իմ մոտ առաջացավ դատարանի մոտեցման տեսանկյունից, բայց չեմ ասել այդպես բան։ Լավ շարունակ։ Ես հետո այն տամ հաճախ։ Չի կապ։ Կարճ։ Այդ դատային ես գտնում եմ, որ դուք հրապարակայնության խախտում եք դուք տալիս, ավելի խոսքի ազատություն եք սահմանափակում։
իրավունք չունեն։ Ավելին ասեմ, լրագրողի հետ պաշտպանական կողմը կարող է շփվել, իրավունք ունի շփվել, որոշ դեպքերում պարտադիր պիտի շփվի եւ կարող է կարծիք ասել եւ իր կարծիքը կարող է նաեւ բնականաբար լրատվամիջոցները հրապարակել։ Եվ դատարանի իրավունք չունի պաշտպանական կողմին ասելու, շփվել եք, ասել եք, չեք ասել եւ այլն, բայց ես ճիշտ ասած նոր փորձեցի գտնել այդ նյութը։ Ինչ է գրել լրագրողը։ Գրել է հիշեցնենք, որ դատավորը նախին ԿՊ անդամ, դու ԿՊ անդամ։ Ով չգիտի որ նախինում 2 ամիս եղել էր, հիմա ամեն անգամ ինչ է ուզում դրանով այսպես անընդհատ Ավելի դատարան, այս հարցը մինչև այս գործի ավարտ, հետագայում եվրոպական դատարան ձեզ հետապնդելու է, անվերջ է հետապնդելու, անընդհատ ձեզ հիշեցնելու, պաշտպանական կողմն է հիշեցնելու, հետագայում եվրոպական դատարան իր որոշմամբ է հիշեցնելու, ձեզ դա։ Այսինքն հիմա դուք լրատվամիջոցի ներկայացուցիչ հեռացեցիք դատարանի դահլիճից, նրա համար, որ ինքը փաստաթիքս է, որ դու ԿՊ անդամ եք եղել, այնպես էլ բարկացած եկավ մտակ չհասկացան, ԿՊ-ի դեմ էիք բարկացած, լրագրողի դեմ էիք բարկացած, ձեր գործողությունների դեմ էիք բարկացած, որ ԿՊ անդամ եք դառել, ճիշտ ասած չհասկացան, ինչի դեմ եք դուք, ինչի եք այդպես բարկացած եւ վիրավորված։ Կարող է պետք է վիրավորված լինել ԿՊ անդամ լինելու համար, բայց դա դուք չեք կարող կոնկրետ լրատվամիջոցին բացել ձեր այդ գործողությունները ավելին ասեմ, երբ նրանց դառնում է պաշտոնատարան, եվրոպական դատարան իր բազմաթիվ նախադեպային որոշումների մեջ նշում է, որ նրանց նկատմամբ քննադատությունը շատ ավելի խիստ կարող է լինել, եւ պաշտոնյան պետք է հանդուրժողականություն դասավորի։ Սա այն դեպքում կարող է լինել, եթե այնտեղ ինչ-որ արտահայտություններ լինեն։ Այդ արտահայտություններն չեն եղել արգելի դատարան։ Ուստի ես դիտում եմ, որ դուք կոնկրետ հրապարակայնության խախտում եք թույլ տալիս լրատվամիջոցի ներկայացուցիչ դատարանի դահլիճից հեռացնելու համար։ Ընդհանուր չհասկացանք ինչու հեռացրեցիք դատարանի դահլիճից լրատվամիջոցին։ Փաստաթիքս